եւ միտիկնիկ ասма Արցախ մերնա ու վերջ զիքալ Արցախը Հայաստան է եւ վերջ Նա ազգությամբ հայ չէ, բայց Ղարաբաղցի է։ Ամեն դեպքում նա այդպես է ներկայանում, ասում է ես Ղարաբաղցի եմ։ 87 թվականին նա սկզբում եկավ Բաքու, հետո Արցախ, այնտեղ գործ գտավ եւ իր սիրելի Սաթենիկին։ Սերգեյ Օգոլցովը այն Ղարաբաղցիների մեջ էր, ով 23 թվականի բռնի տեղահանումից հետո մնաց Արցախում։ Իսկ ինչու նա մնաց։ Այ դրա մասին մենք կխոսենք իր հետ զրույցի ընթացքում։ Հուսով եմ, որ դուք միջև վերջ կլսեք, բայց կամաց է խոսում Սերգեյը, իր ցածր ձայնով, հայերենով կարևորը, մի քիչ էլ արցախյան բարբառով է խոսում։ Բարև ձեզ Սերգեյ։ Շատ բարև։ Դուք այն մարդկանցից եք, որ մնացել էր Ստեփանակերտում եւ մի քանի ամիս առաջ վերջին եղած հայերի հետ միասին ձեզ տեղափոխեցին դեպի Հայաստան։ Ոչ, ինձ տեղափոխեցին մի տարի առաջ։ Դուք եկաք Հայաստան, բայց ձեր հետ բերեցիք հիշողություններ։ Անպայման։ Ինչ հիշողություններ էր։ Ինչպես դուք անցկացրեցիք այն ընթացքը, որ 23 թվականին բռնի տեղահանեցին հայերին, եւ ինչու դուք մնացիք։ 2-3 հարց եմ տալիս, որ դուք դանդաղ ու սենց սրտով, հոգով կարողանաք պատմեք ինչ եղավ։ Հա։ Եթե սկզբից ես եկա Ղարաբաղ 87 թվին։ Են ժամանակ խաղաղություն եղել է։ Մարդիկ հանգիստ ապրում էին։ Եվ այս 37 տարվա ընթացքում դեռ չի մնացել պաստորեն ոչ մեն հայ։ Իմ աչքերի առաջ, ասենք ես վկա եմ եղել։ Եվ Ղարաբաղում սկսել եմ գրքերը գրել։ Կեսը Ղարաբաղի մասին չկարողացա, որ ճիշտ չինի, որ այդպես կտրուկ, եթե սկիզբը տեսել եմ, վերջը չեմ տեսնում։ Որոշել եմ մինչև վերջ տեսնեմ ինչ-ինչոց։ Հա, դրա համար մնացի։ Այն ժամանակվա գիրքը, որ այն ժամանակ աշխատեի, հալապրծած չլել։ Դրա համար։ Որոշել էիք ավարտեիք ձեր գիրքը։ Հա։ Դրա համար մնացիք։ Այո։ Դուք Արցախ եկաք ում համար կամ ինչի համար եւ որտեղից։ Գիտեմ, որ ուկրաինացի եք։ Հա։ Ուկրաինացի, բայց այն ժամանակ այդ լող իլալը մի սովետական միություն։ Եվ ես Ուկրաինայից փախել եմ սովետական միությունից։ Դա որ թիվներ կկրկնեք։ 87։ Հա, 87 թվականին։ Բայց ինչի հենց Արցախ։ Պատահաբար ես եկա Բաքու աշխատանք փնտրելու որմնադիր 4-րդ աստիճանի։ Այն ժամանակ այդ լավ փեշակալել։ Ասում են, չէ, մեզ համար այդ ձևի սպեցիալիստ հարկավերջ։ Բայց ջուբում ես մի 2 ռուբլի մնացավ եւ նորից պատահական դիպլոմը Նեժինսկի ինստիտուտի։
եկել եմ այն լուսավորչության Ministrություն, հաշտվեցի ու արկալ են Ղարաբաղը, ասում են ընդեղ ապրում են հայեր, քեզ համար հեշտ կնի, որովհետև նրանք ռուսերենով շատ լավ խոսում են։ Այնպես էլ ստացվեց։ Նորից 87 թվին է եղել ամեն ինչը։ Այո։ Եվ դուք միանգամից աշխատանք գտաք։ Գյուքսեյդիշեն անգլերեն լեզու և ռուսերեն լեզու։ Փաստացի ես հիմա իմ կամերայի տակ ձեր դասագրքերից եմ դրել անգլերենի։ Որը Արցախից եք բերել։ Այդ Ուկրաինայից։ Ուկրաինայից դեռ։ Սուվենիր։ Բայց օգտվել եք որպեսի դասավանդեք այդ գրքով։ Ոչ, դա դպրոցի համար պիտանի չի։ Պիտանի չի, ես էլ չեմ հետազոտել։ Լավ, եկեք այս ընթացքը, որ դուք մնացել եք 23 թվականին, ձեր ընտանիքը Ստեփանակերտ վերադարձրել էր 20 թվականից։ Մինչև 20 թվականից 2013 ես տեղափոխել եմ Ստեփանակերտից Եզնագոմեր գյուղ։ Այդ Ստեփանակերտից 100 կիլոմետր։ Ամենաբարձր տեղը։ Եվ այնտեղից ինձ կապիտուլյացիա արեցին։ Սատենիկ զանգատվալ, բացատրալը, որ ինչու նստած ես, թուրքերենյան, քեզ չեն հիշելու, դու ուկրաինացի ես, ով ես, գնացի և եկել եմ Ստեփանակերտ։ Եզնագոմերը մնում էին մի երկու ընտանիք։ Ամենավերջին բաները տեղափոխում էին։ Մեն քովերին արդեն տարել են։ Նացել են Արմեն նոր ստացած դնից քրիշ հավաքում էր, որպես տանի։ Ես այն ժամանակ ունեցա տաճկի, երկու ականի։ Եվ դնիցի ռուկզակ, գիտար, компьютер չէ, компьютер Արմենիան տվալ եմ, ասում договориться գալի։ Մի երկու։ Եվ գնացի Սիսիան։ Ինձ ասել են, որ через перевал 47 километр. Լաչինով, Բերձորով։ Չէ, Լաչինով չի, դա прямой։ Տենց ուրիշ ճանապարհ էլ կա հասնելու։ Եվ հաջորդ օր ժամը 4-ին հասալ եմ Սիսիան։ Իսկ հիշում եք, դա երբ էր, սեպտեմբեր, հոկտեմբեր։ 13-ին, ուրեմն 14-ին։ Սեպտեմբերի 10։ Չէ, նոյեմբերի։ Նոյեմբերի 23-ին։ Այս կապիտուլյացիայի հետո։ Դուք 2020 թվականն եք պատմում։ Բա ես ինչի մասին պիտի։ Իսկ հետո ինչի որոշեցիք վերադառնաք եւ երբ Արցախ։ Միանգամից Սիսիանից եկա Երևան եւ Երևանից վերջին տաքսիայով եկել եմ Ստեփանակերտ։ Այնտեղ նոր մտալ են Շուշի են հակառակորդը։ Մատպես։ Իսկ ընտանիքը որտեղ էր այդ ժամանակ։ Ընտանիքը եկել է Երևան այն ժամանակ։ Կես ամիս հետո էլի եկել են, որովհետև դե սարկած տուն, մեր տուն։ Ստեփանակերտում։
Հա, Ստեփանակերտում 30 տարի կառուցում էին մի հատ տուն։ Ունեք նկարներ տնից։ Ձեր տան նկարներ ունեք։ Սատենիկ ես հարցրեք։ Որ թաղամասում եք ապրում։ Ռադոմի ձորում։ Հա։ Իսկ Սաթենիկի հետ ինչպես ծանոթացաք։ Հա, Սիդիշեն գյուղում աշխատում էի դասատու եւ ուսմասվար ուրան կնիկը եւ Սատենիկ ընկերներն են ծանոթացրել են։ Դուք միջև Սաթենիկ ասեցիք ամուսնացած եք եղել, հա? Հա։ Արդեն բաժանված էիք, որ Սաթենիկի հետ։ Անպայման, ես չեսնեմ վարտում։ Չի, նկատի ունեմ կավա սիրահարվել եք հետո եք բաժանվել։ Չէ։ Ինչով գրավեց ձեզ Սաթենիկը։ Рюшечка. Ուրան վզկապերա շատ գեղեցիկ ռուշեչկա է։ Այսինքն իր բուն ձեռագործության վրա եք սիրահարվել առաջինը։ Չէ, մեն նախ հայքին это գլխավոր, բայց հայ կին շատ են, բայց այդպիսի ռուշեչկով մենական։ Փաստացի դուք հայ կանանց արդեն հավանում էիք։ Անպայման։ Իրանց տեսքով, խելքով, թե վարքով։ Նախ տեսքով, բայց Սատենիկի կյանքից հետո խելքով էլ։ Իսկ իրենց էփել թափելով, ասենք ինչ ուտեստներ են սարքում, ինչ ճաշեր, ձեզ դուր է գալի հայկական խոհանոցը։ Ես այդպես կարում պատրաստի։ Այդ ձևը չեմ կարող։ Քանի երեխա ունեք Սաթենիկի հետ։ 4։ Սաթենիկի հետ։ 3։ Մյուս ընտանիքում են քանիսը։ Դե մնացել է 2։ Կապ ունեք։ Պատերազմի դարդան չի։ 22 թվականից։ Հա, ես свой։ Հա։ Բայց գիտեք կենթանի են, լավ են, լավ չեն։ Հա, վերջերս մինչև որ ես Facebook-ից դուրս եմ եկել, տեսել եմ իրենց նկարները, ժամանակը առ ժամանակը ինձ մեսեջը անում են, բայց հիմա չի։ Սերգեյ, ես ստացվում է մի քիչ երկար եմ հարցեր տալի, մի քիչ կարճ եք խոսում, բայց երևի մեր հայերենի պատճառով է։ Ու քանի որ ես պատրաստված եմ եկել, նախ ուզում եմ հարցնեմ, այ հետաքրքիր ազգանուն ունեք, չէ՞։ Ինչ ծագում ունի ձեր ազգանունը։ Ինչ են այն նշանակում։ Սաթենիկը վերցրել է ձեր ազգանունը։ Ոչ։ Ագալցով չէ։ Ինչ է նշանակում կամ հետաքրքիր է ձեր ընտանիքի պատմությունը։ Հայրիկս Ռեզան շրջանի գյուղջուկել է, բայց հետո դեռավ Չեռնոմորսկի ֆլոտի նավաստիչի ստարշինա, են սև ծովում ինչքան լելը են ականներ լրիվ մակրալը։ 8 տարի ես գործը անելիս արել։ Հետո այն ժամանակ ինտերնետ չկար, բրամար մամոս հետ перепискայով
Здравствуйте, незнакомая Галина. Пришлите карточку. Այսինքն լուսանկարը ուղարկել է, հետո տենց ծանոթացել են լուսանկարով։ Իսկ ձեր մաման որտեղից էր։ Հենց Ուկրաինայում, Կոնկրետ։ Սումսկոյ մարզը Կանատոպ քաղաք։ Եղել եք այնտեղ։ Եվ պապս եկավ արձակուրդ, старшина երեք օրվա ընթացքում ԶԱԳՍ։ Դե սովետական միություն է, Հա, շատ ժամանակ չէր կա։ Ես ինչ եմ տանում, այս ամեն ինչը, քանի որ մեր նպատակը ձեր գրքի մասին խոսելն է։ Ու դուք ասացիք, որ մնացել եք Արցախում, հա, որ բրցնի հակառակորդի հետ, չգիտեմ, թշնամու ասեմ, դե ուղղակի լավ, Ադրբեջանը արդեն գրավել էր Արցախը։ Դուք ունեցաք համարձակություն մնալ, որպեսզի ձեր գիրքը ավարտեք, ես ճիշտ հասկացա։ Ռենեջի, Ավարտեցիք։ դուք գրող եք, դե պատկերացրեք, այս PC-ում, կամպյուտերում գիրք, առաջին մաս են բլոկադա, երկրորդ մասը վերջին կարավան, որ են ազատության հրապարակից վերջին կարավան, որ եկել է 23 թվականի։ Հա, որ եկել է Գորիսից։ Եվ երրորդ մասը բրցած չի։ Բայց այս կամպյուտերը կարում չում տեղափոխիմ։ Ասում եմ կշտի։ Ոչ մեկ չօգնեց տեղափոխվել։ Աստորեն դուք համակարգչի համար եք մնացել։ Համակարգչում Այո, ձեր գործ ես։ հարստությունը ձեր կյանքներ։ Հա, Իսկ հնարավոր չէր դրա ինֆորմացիան դնել ինչ-որ կրիչի ֆլեշկայի մեջ։ բրցած չիլալ, Հա։ ավարտված չի։ Նրա համար։ Բայց երբ արդեն այս աշխատանքը գրքը բրցած, դիմեցի ադրբեջանցի, որ նայում էին հայերին մնացածը, ասում ինձ տեղափոխել, առանց հարցի։ Դուք ավարտեցիք ձեր գիրքը։ Այո, ռուսերենով, բայց реквием по корневой системе. Корневая система, ասենք Ռեկվիեմ արմատային, հա, համակարգի չի, կամ արմատային համակարգի ռեկվիեմ ռեկվիեմ։ կամ մահախոսական։ Դա ինչ Ռեկվիեմն է սահզում, թե մահախոսականը։ ռեկվիեմ это երաշտական, Ահա, գիտեմ։ հա, դա արմատային համակարգը ամեն մի բույս ունի։ Իմ պատկերացմամբ այս մոլորյակի արմատային համակարգ հենց Ղարաբաղի հայեր։ Ինչ որ գրքում ես այդպես էլ գրեցի։ Եվ հիմա ռեկվիեմ։ Սերգեյ, կարա՞մ մենք մի հատվածներ կարդանք հիմա։ Հենց Մինչև այստեղ գալը մի քանի հոգի արտահայտեց ցանկություն, որ օգնեն ձեզ այս գիրքը տպել։ Կարծեմ դու այդ կարիքը ունեք, չէ՞։ գիրք չունեմ եւ օնլայն։ Սա գրքերս ինտերնետում օնլայն։ Իսկ ինչպես կարելի է այն ընթերցել։ Լիտրեսում, Դրել եք լիտրեսում։ հա, լիտրեսում կամ էլ Կտա սլկան հղում։ պայման հարց կա։ Բայց հա, դա կողմնակի հարց։ Եվ մին էլ Ամերիկայում на всякий. D to D. Digital to Համդեղ
Համստեղ ես գրքեր։ Սկզբում գրքի այն որ ռուսերեն ասած սկիզբը պրեդիսլովիան ինչ է գրել, ոնց է սկսում։ Հիշում չեմ, 20 քանի գիրք։ Ոնց որ բոլոր հեղինակները գրում են եւ իրենց ստեղծող գործությունը չեն կարողանում հիշել։ 20 քանի գիրք, ամեն մի նախաբան քեշ։ Կոնկրետ ռեկվիեմ արմատական համակարգի, ռեկվիեմ կառնիվոյ սիստեմի։ Հա, Դրա մասին եմ հարցնում։ այս նախաբանը Այո։ ասել եմ պենչի պատահել հերթական ժողովուրդը հավաքալապիներ եկնացել, բայց չկարողացա։ Այսինքն միանգամից սկսել եք վերջից։ Հա, ընտա նախաբան։ Լրագրության մեջ կա պիրամիդայի, այսինքն բուրգի սկզբունք։ Что где когда, գիտեք, կամ հակառակը ինչ որտեղ եւ ովքեր։ Դուք միանգամից ներկայացրել եք այն, որը մենք background ենք ասում։ Բայց Հետո արդեն բացել եք, բոլորի հա։ հայտնի փաստա։ Բայց մանրամասնություններ հայտնի չի։ Մնաք արդյունք։ Հա, եւ ասում հավաքալը գնացել է, բայց ամարասը, որտեղ ծնվել է հայոց մաշտոցի դպրոցը, առաջին դպրոցը։ հայոց լեզու գրականություն պաստորեն։ Նացավը։ Այդպես երևի ճիշտ չի, ավելի շատ որ առաջին դպրոցն է եղել Մաշտոցյան։ Թե չէ գիրը ինքը տարբեր տեղերից է հավաքել։ Հա, հավաքել, բայց այս այբուբեն կազմելու ժամանակը ամարասում ապրավ, այն վանկում։ Դուք ամարասում եղել եք։ Անպայման։ Այդ ամեն ինչը տեղում զգացել եք ինչ որ մի մթնոլորտ, աուրա ասածը, ինչ եք զգացել։ Այդ դուք այնքան սիրով եք ասում հայ գրերի մասին։ Մնացել էր, թե չէ։ Անպայման։ Ղարաբաղում ամեն ամառ ես մի քանի օրով ռուկզակ հավաքում եմ, գնում եմ, որտեղ աշկի գտնում։ Ուրեմն ամառասում էլի եղել։ Ու մնում էիք մի քանի օր։ Ամառասում մնում էիք, ռյուկզակով գնում էիք։ Հա, նա վանկի կողքին մի մեծ այգի, հարյուրավոր ես ծառեր։ Թթի։ Հա, եւ ծառի տակ։ Հա, հոյակապ է իսկապես։ Միջև վերջերս, երբ որ դեռ բոլորը դուրս չէին եկել, Դադիվանքն ու Ամարասը գտնում էր ռուս խաղաղապահների ենթակայության տակ։ Հա, Դադիվանքը Ես նույնպես փորձեցի գրանցվելով գնալ, բայց իմ բախտը չբերեց։ Մի քանի հոգի տարան եւ այնտեղ երևի նկարեցին, բանարեցին, ադրբեջանական կողմը արդեն արգելեց։ Ընդհանրապես։ Երբ զսվիտիցա արացանցեք։ ձեր գիրքը լիտրեսում պետք է գնել, թե ինչպես կարելի է նայել, կարդալ։ $3 $3 դրվել է։ Իսկ կուզեք շոշափելի տպվի, թե ինչ նպատակ ունեք, ասենք հետագայում։ Ինչ Կամ կնի, թարգմանվի։ ինչ կնի, ես արդեն հասավ եմ այն, ասեմ, այնտեղ, որ կինամ, օրից օր։ Դուք ուրիշ կյանքի մասին եք ասում։ Հա, Ես ճիշտ հասկացա ամպերի վրա, բայց
Այդքան բան եք տեսե, ինչ եք այտենց մտածում, ինչ եք այտենց տրամադրված։ Իմ եթե ապագա պլաններից իմ ապագա պլանը այս Ղարաբաղի մասին գրքերը մի սերիա սարքել անոմել ունիմ Ստեփանակերտ սագա ասենք լետописи նման Մետա որ հասնի շատ ուրախ կնի Ձեր գրքերի մեջ ես ոչինչ ծանոթ չեմ, շատ եմ ուզում ծանոթանալ։ Կան երկխոսություններ, դիալոգներ, ինչպես եք դուք ներկայացնում, որ գեղարվեստական ժանրն է։ Տարբեր պուբլիցիստիկա, վեպեր, մի երկու ռոման, տարբեր։ Կա ռեալիստական հիմա իրանց կենսագրությունը, որ պատմում են օրագրի նման, ռեալիստական օրագիր կարելի է դա անվանել։ Այս Ստեփանակերտ սագա էլի պլաններում սկսվում է այն օրագրից, որ գրալ եմ Ստեփանակերտը 92 թվին, այն բամբեժկի ժամանակ։ Դա պաստերեն պաստել, ինչ տեսել եմ, ինչ եղել է։ Փաստորեն փաստա վավերագրում, լետопись, որ ասում եք դա։ Վավերագրում։ Ինչպես էին ձեզ վերաբերվում ադրբեջանցիները։ Նորմալ։ Առաջին անգամ ոնց տեսաք դուք իրանց դեմ արդեմ։ Հիշում եք այդ դրվագը։ Հոկտեմբերի 1-ին եկա ոստիկանության ուպրավլենի վարչությունը որպեսզի ինձ կլավիատուրա տան։ Դուք ինքներդ գնացիք։ Բայց նրանց մոտ հիմա ռուսերեն կլավիատուրա չկա, գոյություն չունի, լատինիցա։ Իսկ շուրջը այս նույն ոստիկանության, նույն վարչությունը, նույն շենքը եւ հատուկ խումբ, որ գալուստիկներով շատ գեղեցիկ ագնված մի անգամ ստվեցին։ Ձեզանից փաստաթուղթ չուզեցին, չասեցին ով եք։ Բացատրել եմ, բայց նրանք ինձ ստվեցին փաստաթուղթ, որ ես ստեղ եմ, անոմ ազգանոմ գրածը, եթե հանկարծ փողոցում ոստիկան կանգնեցնե, ցույց տալի ausweis կարճ ասած։ Բայց դուք այդ ընթացքում ձեր տանն էիք ապրում Ստեփանակերտին։ Սա 8 ամիս տան եմ ապրում։ Այսինքն հոսանք կար, ջուր կար։ Չէին անջատել։ Պատահում է, բայց այս դեպքում ես որտեվ հասնում էի այս էլեկտրական վարչություն, որովհետև հեռախոսը աշխատում չէր։ Ուրիշ սիմ-կարտը էլի տելեկոմ, բայց արդեն չի աշխատում։ Եվ ուղարկում էին բրիգադ, սարքում են։ Իսկ զբոսնում էիք Ստեփանակերտով։ Զբոսնում էիք։ Անպայման, Կարմիր խաչ, ամենտեղ։ Կարմիր խաչի հետ միայն մենակով չէիք կարող զբոսնել։ Կարմիր խաչ ես ամեն շաբաթը երկու շաբթի
Գնում է որպեսզի զանգ տամ Երևան սատանիկին հետ իրենց մոտ Wi-Fi եւ Ինտերնետով էիք զանգում խոսում։ հա Իսկ ուտելիքը ոնց էր կազմակերպվում։ Կարմիր խաչ տալիս էլ հետո սկսել են ամսական 300 մանատ իրանց փողով։ հա եւ երկու քաղաքում երկու սուպերմարկետ բացվեցին մատվում եք Գնում եք դուք ինքներդ առնում եք։ հա Իսկ երբ սկսեցին շատանալ ադրբեջանցիները։ մի կես տարի հետո Դրանից կես տարի հետո։ հա ապրիլ ապրիլ մինչև այդ зачисткану ամեն вечер դուրս հանեցին ներից կահույքից բացի Իսկ ուրիշ հայերի հետ հանդիպում եք Կարմիր խաչում։ Կարմիր խաչում չի, բայց երբ Ալիևը կամ ուրիշ մեծ շիշկը գալիս է Ստեփանակերտ, ոստիկանները հավաքում են, տանում են, պահում են պրիյուտում, մինչև որ գնան։ Դա 1-2 օր էր տևում, թե մի քանի ժամ։ Մի օր, առավոտից մինչև ուշ։ Նորմալ էին ձեզ այնտեղ վերաբերվում։ Հա, նորմալ մարդիկ։ Ինչերին էին խոսում։ Դա ոնց ասիմ։ Ուզած այդ ժողովրդի մաչը մուդակել կա, նորմալ էլ կա։ Հա, բայց էլի գրքում հիշում в общем տարբերվում է այս տարբերությունը մենակ ոստիկանության այս համազգեստը Իսկ բնավորությունը հայերի նման է։ հա Պատեսքը իրանց ֆիզիոգնոզը տեսքը տարբերվում է բայց նորից ասիմ ես այստեղ ադրբեջանցիներին ման տեսնում եմ, ընդեղ հայերին ման տեսնում եմ։ Նույն ռասը։ Դե խառնվել են տարիների ընթացքում։ Ես մի քիչ ուրիշ կարծիք եմ, որովհետև ադրբեջանցին, եթե ազերի մասին ենք խոսում, դա իրանական ծագում ունեցող էթնոս է։ Բայց ադրբեջանցի արդեն խառնուրդներ կան, էթնիկ լեզգիններ կարան լինեն, թալիշներ կարան լինեն, ով ասես կարա նույն կովկասյան թաթարներ կարան լինեն, չէ։ Տալիշներ իրենց պահման որպես տալիշ։ Հա, առանձին են պահում։ Տալիշ զրույցում կասի ես տալիշ եմ ադրբեջանից։ Ոչ թե ես ադրբեջանցի տալիշ, չէ։ Լեն կարան։ Իսկ մյուսները չէ, միաձուլվել են, Հա, ասիմիլացվել են։ ասիմիլացիա։ Եթե իրանք չառաջարկեին գալ Հայաստանի տարածք, դուք էլի կմնայիք, ինչ եք մտածում, ինչ կլիներ հետո։ Այն վերջին հայերի հետ, երբ որ ձեզ Հայաստան ուղեկցեցին, հայկական տարածք բերեցին, դուք մնացել էիք, որ ինչքան մնայիք, բացի գիրքը վերջացնելու։ 8 ամիս ես եւ ինձանից բացի այնտեղ եղել են 15 հոգի 8 ամիս ես եկա մայիս 31-ին 24-ին մայիսի 31-ին մնացածները այս տարի եկել են ասենք ես 2 տարի հետո եւ եկել են սարկած ֆարսի մեն
Ինֆորմացիա։ Դատական ֆարսը են Կարենին դեմ։ Իպր ես ինձ են Կարենին բոլորին միտեղ պահալ են։ Ես շատ լավ չնայում եմ են մարդու։ Ես Կարենից սարքել Ռեմբո, որ ինքը ուզում պակուշին է։ Բայց ինքը մնաց, չէ՞։ Ինքը միակն է, որ մնացել է։ Թե չէ։ Մնաց Արցախում ինքը։ Ուրեն դատավորել։ Իսկ Իրանից բացի այդ 15 հոգուց էլի մնացել են, ինչ եք կարծում, ինչ 15 ոչ բոլորին բերեցին, որբեսի ձերքը ազատեցին, այս հարցից լրիվ մնացել մենակ այս գիպսի մեջիկ, որի Բաքում Ռուբենի դեմ խոսալ։ Իսկ մնացածը դա Ֆրեդներ։ Ֆրեդիկ։ Մի բան հարցնեմ, ասում են, որ շատերը ուղղակի խնդիրներ ունեին ուղեղի հետ, այսինքն հոգեբանական ինչ-որ, բոլորը։ Մի հոգի եղել է Սպարտականոնով և 23 Տուրապես նոյեմբերի վերջում յուրեն հանեցին տարալ են Հայաստան։ Սպարտակ իսկապես նորմալ էր։ Աննորմալ էր։ Աննորմալ էր։ Մնացածը նորմալ էին։ Եկեք ճիշտ ասեք, նորմալ չկա։ Ամեն մարդը յուրեն հոբբի ունի։ Բայց հնարավոր է общение անել։ Լավ, եթե իրանք ինչ-որ խնդիրներ ունեին, ինչի չթողեցին այդ տարածքը, բերեցին այստեղ։ Գլխացավանքը ո՞րն էր։ Վտանգ չէին ներկայացնում։ Չէ։ Գլխացավանք։ Այս 14 հոգ համար հատուկ շտատ պետք է պահեն։ Են հյուրանոց, մի կոչր հյուրանոց, որտեղ պահում էին, ես սեփական տուն ապրում եմ, բայց մնացածներին դեղ։ Եվ այս շտատը ռոտացիա, մի ամիս հետո, это расход։ Այսինքն փողի հարց էր։ Համ փողի, համ քաղաքական խաղեր կարող էին անել, օգտագործեին այդ մարդկանց, բայց որոշեցին չծախսվել։ Ոչ էլ օգուտ։ Տեսեք, fake նորություն են արել Կարենի պահով, իբրև թե ինքը ինչ-որ բան է պայթացնում։ Բայց այս fake մարդը ինքալա բանդ։ Եվ այս Կարենը այս 8 ամսվա ընթացքում ինքը քաղաքի սաղ կատուններին պահալ է։ Ցելոֆանը գնում է և հատուկ տեղերում բաժանում է։ Ալիևի աղջիկ իբր դե շներին։ Իբր կենթանասերը։ Իբր դե շներին սիրում է և հոգում է։ Բերել են մի այս շների համար կորմ ծախող վենդեր մաշին, դնում են, բայց լարը էլեկտրիչեստո կավիչ, ձևի համար, իսկ Կարենը ամեն նոր տանում, այս բորդեղից էլեկտրիկներ, աբետանում են յուրեն տալիս,
գտնում։ Դուք տեսնում եք Ստեփանակերտում ադրբեջանցիներ սովորակ, որ բնակեցնեն, սովորական ադրբեջանցի, սովորական մարդ, քաղաքացիական։ Հա, վերջում, արդեն հաջորդ տարվա անգարուն։ Տեսել եմ, որ մի սուպերմարկետի կողքին լավ տաղամաս արդիական և դեղ հայատում տեսել եմ կնիկ կալյասկավ մանակյամ։ Այդ հայերի սարքած շենքեր էին, թե իրանք էին սարքել։ Չի, հայերը սարքել են։ Որ սուպերմարկետի։ Սուպերմարկետ գուրման։ Այն ժամանակ, հա, հայկական ժամանակ։ Հայկական, իսկ ադրբեջանցիների ժամանակ օբա։ Չիտակրքիր է։ Իսկ որ խանութ էիք գնում այդ 300 մանաթով առևտուր էիք անում, ադրբեջանցիները գալիս է գնում էին, շարժ կար։ Իրենք ցույց էին տալի, որ Շուշիում ապրում են, բայց Ստեփանակերտը այդքան չեմ տեսել, որ։ Չէ, ով Շուշիում ապրում էր, դեղ են մնացել։ Ստեփանակերտում շինարարներ են ելել, ոստիկաններ ելել, զինվորներ։ Քաղաքացիական չէ։ Հա, բայց զաչիցկից հետո կամաց սկսալ կարը։ Գրքի համար մի հատ ավարտենք, եթե դուք ուզենաք դա տպվի տիպոգրաֆիայում, քանի էջ է ռեկվիեմը։ 250 մոտորապես։ Դուք doc ֆայլով ունեք կամ PDF-ով պատրաստի խմբագրված, ադրիդակտիրի ունեք։ Հա, PDF, doc file, այսինքն մնում է միայն տպել։ EPUB, ամեն սև։ Իսկ շապիկը աբլոշկան ունեք, ոնց է ձևավորումը։ Հա։ Լրիվ պատրաստ է։ Հա, որպեսզի հրադարակեմ օնլայն ամեն ինչ։ Եթե իսկապես իմ ընթերցողը, իմ ակնդիրը ու ունկնդիրը ուզենա տպի այդ գիրքը, ինչպես դիմել ձեզ, ոնց։ Համար տանք, թե ոնց կազմակերպենք դա։ Գուցե հեռախոսի համար կամ Facebook-ը ասեցիք փակել է։ Չէ, Facebook-ը արդեն բոլորի կա։ Հեռախոսումն եմ, հա։ Դե ուրեմն մենք կգրենք վիդեոյի տակ։ Հարց չկա։ Եթե կարող եք, արդեն դուք անմիջապես կխոսեք։ Համ email կամ հեռախոս դրդով։ Կգրենք email-ը, ճիշտ է, շատ լավ է։ Սերգեյ, դուք առողջական խնդիրներ ունեք այնտեղից գալուց։ Այստեղ ձեզ ոնց վերաբերվեցին։ Հա, որ եկա ոսկորներս շատ ցավում էին։ Հա, հիմա դժվար է։ Իսկ մրսում էիք ընդ թե սպիտակոց չէիք ուտում, թե ինչ-որ մի բան այն չէր։ Սնունդից էր, թե նյարդերից էր։ Ինչ ասեցին բժիշկները։ Դեղ մեդցենտր մեր տան կողքին էլ, ուրեմն եթե ծավեր չափազանց մեծ, ես պեցրանում են և են մեդիկները ինչ-որ հեղուկավ կսում են, հա, կեմյակարով։ Հա, կսում էին, չէին սրսկում։ Կսում էին, մազեր կսում էին։ Սրսկելը չէին սրսկում։
Չէ, ես հրաժարվել Հա, դուք թույլ չէիք տալիս։ չեմ։ Վախ կար ինչ որ մի բան մեջները երևի։ Այդ էլ։ Եթե վախից խոսեցին, ասում եմ, պալաժա на сердце руку, հա, հայերեն, բայց վախենում եք։ Ինչից։ Այնտեղ մենակ եք մնացել։ Ընտանիքը էստեղ։ Չէ։ Շատ равнодушный մարդ եմ դեռ։ Միշտ եք այդ ձև եղել, թե ձեր տանն էիք ապրում։ Չէ, մինչև։ Հա, իսկ ում էիք կարոտում ամենաշատը։ Հենց հիմա։ Չէ, այն ժամանակ։ Հա։ Այն ժամանակ։ Փաստացի մենակ էիք, ձեր միջավայրը փոխվել էր։ Տանն էիք, բայց տանը մարդ չկար։ Հա։ Դա այնքան հեշտ չի, բայց հնարավոր է։ Կարոտում եմ։ Դա հա ներկա ընտանիքներից։ Ընտանիքից։ Չէ, ընտանիքներից, որովհետև տղաս արդեն էլի ընտանիք։ Ոչ։ Սերգեյ, իսկ այստեղ ում եք կարոտում եւ ինչը։ Մա աղջկանց ռոդոմում Ծնվել արդեն։ Շնորհավոր եք թե չէ։ օգնությամբ ծնվելը դրա համար հիմա սպասում եմ մինչև դուրս գրվի։ Հա, դե Աստված առողջություն տա։ Ինչ ա ծնվել։ Էլի աղջկան։ Շնորհավոր եմ։ Օ, Աստված բարի, քանի թորնիկ ունեք։ որ մինչև օդ հասելը հետո հաշիվ կորելը։ Սերգեյ, Արցախ կարոտում եք։ Նրինե, որպեսի ուրեր հասկանաք։ Ինձ մոտ Արցախը դա ալերգիա։ Ալերգիա там, որովհետև ես բառ լսելով սկսվում է գալյուցինացիա։ Ես ընկնում եմ չէ, տիկնակային թատրոնի մաչ։ Ինչու։ Հա, եւ մի տիկնիկ ասма Արցախ մերնա ու վերջ զիքալ։ Ասե ես մրցավանչը միշտ կրկնվում է, երբ լսում եմ ես Արցախ։ Ես Ղարաբաղցի նորոգություն։ Իսկ բղձավաճը չի վերջանում, երբ որ ասում է Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Չի գալիս այդ տիկնիկը դրան հասնի։ Ոնց եք հաղթահարում այդ մղձավանջը։ Հեգիմենի երկով։ Որ կյանքը գիտա Ղարաբաղցի։ Լսում եք այդ երկը, թե մտով եք լսում։ Բա այս երկը այդտեղում հանդիպվում է, վախում են, որ Էլխամ Գեդար օղլի կարող է դուս չընդունել։ Եթե հայեր աղվանական տարածքի մասին երգ կասեն։ Անու մենք երևի աննորմալ բաների մասին ենք ասում, բայց դա մեզ մատուցում են որպես նորմալ, փորձում են հասկացնել, որ դա է։
Երևի ավելորդ կլինի հարցը, որ կուզենաք երբևիցե նորից վերադառնալ։ Կարոտում եմ Թումբերից։ Եթե ճիշտը ասեմ, 26 հետո, որ վերադարձա մինչև 23, էլի ամառվա ժամանակ դուրս գալիս էի, բայց այնը չի, որ առաջ էր։ Հասակից չեմ իմանում, բայց նրա համար ուզում չունեմ վերադառնալ։ Որովհետև գիտակցում եք, թե ինչ վիճակում է։ Իսկ մարդկա չի տեսել ու չի գիտակցում դա։ Ասում է, որ կարոտել է։ Սերգեյ, քանի որ մենք համարյա գոլեգաներ ենք, գրողներ ենք, ուզում եմ Մարսել Պրուստի հարցերի շարքը ձեզ տալ։ Կարելի է։ Կարճ հարցեր, կարճ պատասխաններ եմ սպասում։ Դուք որ արժանինքներն եք ամենաշատը գնահատում։ Պունկտուալնիստ։ Որ հատկանիշներն եք ամենաշատը գնահատում տղամարդու մեջ։ Պունկտուալնիստ։ Տղամարդ մի խոսք ունի։ Որ հատկանիշներն եք ամենաշատը գնահատում կնոջ մեջ։ Չի կարող շատ։ Շատ են։ Ահա։ Լավ, որն է ձեր սիրելի զբաղմունքը։ Կոմպյուտեր։ Առանց համակարգիչ կյանք չունեք։ Եվ դա ստիպեց, որ դուք մնաք Արցախում 8 ամիս ևս։ Որն է ձեր հիմնական առանձնահատկությունը ձեր կարծիքով։ Ռոբոտ։ Ինչու։ Սատենիկը այդպես ասում է, ես էլ սուսանում։ Բայց դա սաթենիկի պատասխանն է։ Ես համաձայն եմ իրան հետ ամեն ինչում։ Երջանկության ձեր գաղափարը որն է։ Տմբերում մանքալ է։ Ինչը։ Տմբերում մանքալ է։ Իսկ դժբախտության գաղափարը։ Կոմպյուտերը ծախրվել է։ Դուք փաստորեն կախյալ եք։ Հա։ Ձեր սիրելի գույնն ու ծաղիկը կա։ Ծաղիկ։ Ահա։ Օդուվանչիկ։ Ինչու։ Պապուկա։ Թե որ կարելի է փչել եւ թռնում է։ Նայ, իսկ գույնը։ Գույնը։ Երկուսը կարելի է։ Իհարկե։ Ժովտավլակետն է։ Հետաքրքիր էր։ Իսկ եթե ոչ հիմա ինչ որ դուք կաք ինքներդ, ապա ով կցանկանայիք լինել։ Если не Сергей Огольцов, то кто? Кем бы вы хотели? Лучше должности не найти. А эспаштонец лявы и нумч. Փաստորեն դուք ձեր կարգավիճակը սիրում եք։ Ահա։ Շատ լավ։ Իսկ որտեղ կցանկանայիք ապրել։ Ձեր համար հիմա շատ կարևոր հարց է։ Հա։ Անտարկտիդա։ Ինչու։ Ծառույց է հալվում եւ դուրս կան են ինոպլանետնի կոմպյուտերներ։ Հայաստանում ավելի շուտ կդուրս գան, քան Անտարկտիկան։ Ես մտածեցի երևի մարդ չկա դրա համար։ Հա։ Իսկ ձեր ամենասիրած գրողը ով է։ Ջույս։
Ջույս։ Joyce, Ջոյս։ Ինչը։ James Joyce, Դա որը որ ստեղծագործությունը կապ չունի։ չի, յուրեն վեպը, հուլիսը, Հետաքրքիր է, կյանքում չէի լսել, որ Ջոյսին այդքան հավանեն։ Իսկ բանաստեղծ կա սիրելի, ոչ թե պրոզայի, այլ բանաստեղծի։ մորացա, Ձեր սիրելի նկարիչը կամ կոմպոզիտորը։ да, նկարիչը Սարյանը, Օ, կոմպոզիտորը Խաչատրյանը, շատ լավներ։ Խաչատրյանի ինչը։ մեն սուրերով Ապարը։ հա, Իսկ Սարյանի որ նկարն է տպավորվել, որ հենց հիմա պատկերացրեցիք սա, հա։ սարեր, Հա։ սարերում, Եղել եք իր թանգարանում։ հա, Հա։ հալը, Իսկ որ առատների նկատմամբ եք դուք ներողամիտ։ արարածների, Արատ։ չհասկացա, Որ արատները, արատը դա վատ սովորություններն են մարդու մեջ։ հա, Плохие привычки։ Չեմ ուզում հուշել ուղղակի։ խոստումներ անել է առանց կատարելու, Խափելը հաստացի։ Իսկ գրական կերպար ունեք սիրած, գրական լիտերատուրного героя։ որ սիրում եմ, թե չի սիրում, Չէ, որ սիրում եք։ Որ կուզենայիք իր նման լինել։ Это ваш герой, литературный только։ Հետաքրքիր է։ Իսկ իրական կյանքում կան հերոսներ ձեր համար։ Նախագահ լինի, չգիտեմ, արվեստի ոլորտի մարդ։ եղել եմ, իմ հարևան, Գրիգորյան, Գուրգեն, զոհվելա խաղաղ ժամանակ, իրենց կրազի տակ եմ, բայց հա, Լավ, որ այսքան հարցերին պատասխանեցին, եկեք կենցաղային սիրելի ուտելիք, խմելիք ունեք։ սուրճ, Օրը քանի անգամ եք խմում։ 3, Իսկ ուտեստ ունեք սիրելի։ տարբերություն չկա, Չի լինում, որ ասեք սաթենիկ սիրտս սա է ուզում։ չկա կա, Երանելի ամուսին եք։ Իսկ ունեք սիրելի անուն, և որ ազգի անունն է դա։ Էմմա, Ինչու։ աղջկաս անումը, Մի բան և իմ ամենը սիրելի զենքուչից արնոնում, ինչ է։ նույնը, զենքուչը զոկանչ, Իր անունն է։ հա, Դուք իր անունն եք դրել։ հա, Զոնքաճը ձեր համար ծվածեղ սարքել է։ Զոնքաճի ծվածեղ։ խաչը, ասենք ես տաչարում, Չէ, հայերը, որ ամուսնանում են, միշտ փեսային առավոտյան զոնքաճը ծվածեղ է տալիս, որ սիրաշահի։ Чтоб понравиться своему зятю, они делают яичницу. Вам делали яичницу? Нет. Может, в их культуре женгялов хац это? չէ, Չէ։
Բայց դուք միևնույն է իրեն սիրել եք։ Կա հիմա ձեր զոնքաճը։ Չէ։ Աստված հոգին լուսավորի։ Իսկ ինչպիսին է ձեր հոգեվիճակը այս պահին։ Դե սիրելի հիլացի կնոջ զրույցի ժամանակ ինչպիսի պիտի լինի։ Դա հետաքրքիր է շատ։ Մենք երևի արդեն ավարտենք, ձեզ էլ հարցախեղ տարեցի, բայց ինձ հետաքրքիր է ուղղակի այս վերջին հարցը։ Ես չեմ ուզում պեսիմիստական նոտայի վրա, դուք ապրելու ինչ տեսլական ունեք։ Կա ապրելու տեսլական։ Ինձ ապրող պահում է մենակաշատանք, կամպյուտեր։ Նոր բան եք գրում։ Ինչպես ասեցի, սերիա պատրաստում եմ։ Հա, ուզում եք միավորել սագա ստեղծեք։ Հա։ Եվ բայց արդեն գեղարվեստական չի։ Ասենք ես դա սինտեզ գեղարվեստական եւ փիլիսոփայական անվանված է չհայտնի Նիցշե։ Ես տեսել եմ, որ Նիցշեին այս տարածքում նախկին սովետական միության տարածքում համ գդալիս չեն ելել, մինչև հիմա չեմ իմանում եւ բայց դա իսկապես իսկական գրող փիլիսոփա բանաստեղծ կոզի առանց պոեմների, բայց բանաստեղծ։ Ես կասեի դա փիլիսոփական բանաստեղծություն է ուրեն գրքերը, կամ դակարակ բանաստեղծական փիլիսոփայություն։ Հա, դա էլ պլաններում։ Ուրեմն ապրելու, կյանքից հաճույք ստանալու ինչ-որ ձև այնուամենայնիվ կա։ Հա, պիտի ցիպլյացա ինի։ Իսկ Երևանում քայլում եք։ Հա։ Սիրում եք Երևանը։ Երևանը սիրում եմ, բայց Երևանի մայթեր ատում եմ։ Կեղտոտ են։ Չէ, խորդուբորդ։ Հա, հիմա սաղ քանդած է։ Մի քանի անգամ վերեմ ընկա։ Հա։ Պաստորեն մենակ ես չի որ բողոքում եմ։ Հա, հիմա ասում են ընտրություններ, հա, ընտրությունների համար սարքում են, բայց այս 8 տարի է, հա, քանդում են մենակ։ Հիմա որ գալիս ենք, ամբողջ տեղերը ավազ էր, ու դուք շատ ճիշտ նկատեցիք։ Բայց այստեղ մոտիկ դուք ունեք այգի, Պուշկինի այգին, որ սիրահարները։ Գնում եք։ Աշխատում եմ։ Ժամանակ չունեմ, աշխատում եմ կոմպյուտերում։ Իսկ կարող է ձեր ստեղծագործությունները որևիցե թերթում կալոնկայի նման սկսեք տպել, որ ավելի լայն ընթերցողը կարդա։ Ինչ որ մի թերթի հետ համագործակցեք։ Գուցե իմ գոլեգաներից, ինչ որ թերթից, հիմա սա նայեն ասեն։ Ես գնացի լիտերատուրնայա Արմենիա ամսագիր։ Ինչ ասեցին։ Խմբագիրը մի երկու ամիս բաղալա սոր եկուց տեսնամ, հետո վերջում ես արկացության եկա, ասմա ես առաջին մասետ կարտալ եմ, շատ ուբորիստի տեքստա։ Այսինքն, ուբորիստին որնա։ Դիալոգ չկա։ Ասում, ոչ մեն բան, դու երկրորդ մասը տես, երկրորդ մասը պիեսայի
ձևով գրված այն պահուստը։ Այսինքն իրան ձեր գրիչը դուր չեկա, ոնց եք դուք գրում ձևը գրելու։ Ձևը գրելու մասին զրույց չլալ։ Չի հասել։ Հետո համար չարել եմ երախոսի համար, այն մարդու, որ պահում այս լիտերատուրնի Արմենիա, ալեն, սպոնսորությունն։ Զանգվեցի, ասում ես Մոսկվայում եմ, զրուցեցի, բացատրել եմ, որ այդպես ասում հիմա հերթն 17 հոգի, որ գրքեր պիտի սպոնսորություն անի։ Եվ դե ակադեմիկ ուրիշ ասել չի դու ով ես, բայց դուք որ եկաք այստեղի հատուկ ծառայությունները ձեզնով հետաքրքրվել են։ Ստեղ ԿԳԲ ասած, հա։ Կանչել են թե եկել են։ Մեն կամից որ Վրաստանից մտալ եմ Հայաստան։ Հա, հիշեցնեմ, ես նայել էի, բայց մեր դիտողը չգիտեր, դուք Վրաստանով եք եկել։ Через Վրաստան։ Через, հա։ Հա, ադրբեջանցիներ բերել են Վրաստանին հասնել, Վրաստանի 30 կիլոմետրով հասել եմ Հայաստան։ Եվ որ մտալ եմ, այն արդեն ժամը 1-ի գիշերը։ Հա, գիշերը եկել մայոր համազգեստով չի։ Եվ զրույց հաջորդ առավոտը բերել Երևան հանձնել ստեղ։ Եվ մինչև ժամը 6-ին էլի զրույց մինչև հանձնեցին Սատենիկին։ Իրենց մոտ, տանը Չէ, մինչև Սատենիկին դարել են իրենց մեքենայով, որովհետև անհնար է կամպյուտերը սպիրել, գիտարն բերել, ռուքսակ։ Նայեցին ինչ կա համակարգչի մեջ, կամպյուտերի մեջ։ Անպայման, մի քանի ժամով հանել են, դարել են ուրիշ տեղ, խեղճ տեղ։ Դուք իրանցից նեղացած եք գնացել, թե չեն նեղացրել։ Չի, դա իրենց գործ է։ Սերգեյ, հիմա թոշակ ստանում եք, առողջապահական որևիցե ծառայություն տալիս են ձեզ այստեղ։ Ինչ սոցիալական ծառայություններից եք օգտվում։ Հենց հիմա իրավապահական կազմակերպությունը իպած իմ անունից դատետվալ է, որպեսզի ինձ ինչ-որ ինչ ստացել են իսխոդի հայեր ինձ հասել չի, որովհետև ես 8 ամիս ուշացալ եմ դիմել և մինչև հիմա ստանում չու։ Մի տարի է, իրանք այդ հարցը չեն կարողանում լուծել։ Չէ, այդ դատի նորդվեցին։ Հա, իսկ թոշակ էլ չեք ստանում։ Թոշակ ստանում է, որովհետև ստվից չի։ Սա կյանքս աշխատում էի 65,000 այդ վարձի կեսը չի կասում։ Ասենք ապրում եմ Սատենիկի վզին։ Իսկ առողջապահական ապահովագրություն տվել են, դու կարողանում եք օգտվել։ Երկու աչքիս օպերացիա արեցին ձրին։ Այդ հա։ Լավ, շատ շնորհակալություն, որ Աստծո առաջ կանգնեք։ Ինչ կխնդրեք Աստծուց կամ ինչ կասեք։ Կասեի
Աստուծան, ես քեզ այնքան սաճուստով եմ անում, Ինչի։ խեղճ Աստուծ, Մարդկանց ձեռնանք է կրակը։ ինքը իմ համար այնքան պրոբլեմ ցարկավ։ Այդ դեպքում եթե դուք այդպես պատասխանեցիք, իրանք կխնդրեք ինչ որ մեկին պատժեր։ Չէ, Ինչի։ որովհետև ով ինչ անում է մենակ անի, որ ուզած չուզած պիտի անի։ Նույնիսկ եթե անում է իմ տեսակետից անպիտան բան։ Նույնիսկ եթե ինքը գալիս է ասում է Ղարաբաղը Հայաստանն է ու վերջ, Հա, նույնիսկ ինք։ Գործիքն է, դուք այդպես եք մտածում, որ գործիք է։ գործիքն է։ Բայց դուք ինքներդ չեք անի, չէ՞ ձեր բան։ Եթե քաղաքականության մեջ լինեիք, կդառնայիք ինչ որ մեկի գործիք։ Ես նախ գյուդում, որ քաղաքականության մեջ մտնողը անպայման դատապարտված է գործիք ունենալու։ Եվ ես դեղ ռուս ասած նինագույ։ Իսկ ինչի սովորական մարդիկ այդ պարզ բանը չհասկացան կամ չեն հասկանում։ Նախանցից։ Նրանք գյուդում են, որ նրանք սովորեցրած են մենակ նախանցել, ոչ թե մտածել, բայց նախանցել, լապում են, հա, լապում են։ Իքեզ բան, ու այդ նախանձը մասսայական երևույթ է դառել։ Ռոհություն։ Այդ նախանձությունը, որը մարդկանց մեջ կա, դա դարձել է մասսայական։ Մասսայական է, դա բնական և դրա համար, որ իրանք Նիցշեին հետ ծանոթ չեն։ Դե ոչ միայն Նիցշեի, եթե այդպես նայենք, ուրեմն շատ փիլիսոփաների և հոգեբանների նկարագրից դուրս են։ Իրան նման վիշմենը։ Նիցշեի որ հատվածը նկատի ունեք, Նիցշեի մտքերի։ По ту сторону добра и зла. Ասենքս նրան գլխավոր միտքը չկա բարի, չկա դիմաց զլո։ Նակ մտած։ Այնքան կուզենայի մենք էլի շարունակեինք զրույցը, բայց այդքան երկար չեն նայում։ Հուսամ այս ամեն ինչը կնայեն, ինչքան էլ որ երկար լինի, գուցե մենք էլի հանդիպենք։ Լավ կիներ։ Ու ձեր արդեն տպագիր գիրքը կտեսնենք։ Վաու։ Լավ, առայժմ ստեսություն, շնորհակալություն ձեզ։ Միշտ պատրաստ։ Ու առողջություն, կարևորը։ Շնորհակալ եմ։